Բարև ժողովուրդ ջան, այսօր մարտի 15-ն է, ցույց տամ ստե գները ոնց է, այս պատերազմաբան այդ դեպքի հետո դե թանկացումներ ա եղել։ Սկզբից էսա խանութ եմ եկել, հետո պետք է գնամ դիզել լցնեմ։ Խանութում չգիտեմ գները ինչքանով ա փոխվել, հիմա միասին կտեսնենք, բայց դիզ վարելիքը շատ ա թանկացել։ Այս խանութը գնանք միասին կտեսնենք ինչքան ա թանկացել։ Ու մոտավոր կպատկերացնենք Եվրոպայում գները ոնց է, ընդհանուր Բելգիայի օրինակով։ Բելգիան այնց միջին գինը է լինելու, Բելգիայից թանկու էժան է լինելու Եվրոպայում, տարբեր տեղեր տարբեր է, էլի։ Երկրներ կա ավելի թանկ, երկրներ կա մի քիչ ավելի էժան, բայց դա միջինը այդքան է լինելու։ Սա միասին խանութի գները կնայենք, հետո գնանք վարելիք լցնելու։ Տան ժողովուրդ ջան։ Ով որ չգիտեր, հիմա Բելգիայում Carrefour-ները մեծերն են, էլի փոքրերը դե միշտ էին բաց կիրակի օրերը, հիմա բանը մեծերն են բաց կիրակի օրերը, բայց մինչև ժամը 12-ն, ով որ հետաքրքիր է։ Այսինքն լավ բան է, պես պրոստը պետք է կտրտվի։ Սրանից վերցնենք, տանենք, կտրտենք, ուտենք։ Հա ջանա։ Հա մի հատ վերցնենք, էս ասենց քաղցր հաց է։ Տանենք, կտրտենք միասին։ Նստի Էրիկ։ Ասա նկարեն ինձ։ Հա, հասկացամ Էրիկ։ Այսօր հացի գները հեսա 3 եվրո, բայց սովորական հացեր չէ, դրա համար sense մի քիչ թանկոտ է։ Sense կա 3 եվրո, բայց այս մի քիչ ավելի այս հացերն են, արդեն նորմալ մարդիկ առնում են, 229 է։ Էլի կարակ տանեք այն մեքենայի մեջ կտրտեք, հեսա այս sense կտրտում են։ Բագետները 79 ցենտ, մեծերը 1.69։ Բագետ ես ուզում։ Ահա մի հատ բագետ վերցնենք։ Լավն է հաչիկը դեկեր։ Ինչ է։ Կետոտվել է թաթունը հետ, բա, ոչինչ, բան չկա։ Բա քաղցր հաչիկ կերար, դա համար էլ տենց էլ է։ Ոչինչ։ Նստի կյանք, նստի նոր կեր։ Տենց ոնց որ խանութում չարժել նկարել, որտեվ խանութում մի հատ վիդեո արդեն ունեմ նկարած։ Շուտով կգցեմ, գները նույնն է ոնց որ մնացել, հələ որ ոչ մի բան չի թանկացել, դե մի անգամից չի թանկանում sense բաները էլի, ոնց որ վարելիքը թանկացավ, բայց ընթացքում կթանկանա, եթե թանկացում լինի կնկարեմ իհարկե։ Դե ինչ ժողովուրդ ջան, հեսա եկել եմ Shell, ասի ցույց տամ ձեզի գները Shell-ի։ Սա նայեք ինչ խայտարակ գնրա, դիզելը դե պարզ ավելի շատ է բարձրացել։ 2 եվրոից սկսում է, 2 եվրո է դիզելը։ Չգիտեմ։ Խայտարակ գնրա։ Էսի մի 2 շաբաթ առաջ 50 ցենտ ցածր էր դիզելը, էլի, բենզինը մի 20-30 ցենտ էր ցածր։ Դիզելը ավելի շատ է բարձրացել, մոտ 50 ցենտ ավելացել է։ Խայտարակ վիճակը, չգիտես վաղը ինչ կլինի, 2 օրը մեկ ինչ-որ գին է փոխվում։ Որ չգիտենք սենց մինչև ուր կհասնի, հույսով եմ ամեն ինչ լավ կլինի։ Դե ինչ ժողովուրդ ջան, ինչ-որ ասցել էի ցույց տվեցիմ, չգիտեմ ինչքանով էր հետաքրքիր, երևի հետաքրքիր կներ Եվրոպայում ինչա գները ոնց է։ Իսկ Հոլանդիայում 2.5 եվրո է դիզելը, так что տենց մեր մոտի համեմատ բավականին ավելի թանկ է։ Բայց դա մենք է սովոր չենք 2 եվրոին էլ այստեղ։ Այդքան բան ժողովուրդ ջան, լավ եղեք, լավ մնացեք, հույսով եմ պատերազմը շուտ կվերջանա, հետևանքներն էլ շատ թեթև կանցնի կգնա, չնայած դժվար լինի այդպես։ Հաջողություն։